Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Գուրգեն Սիմոնյանի պաշտոնական կայքի եւ YouTube-յան ալիքի հղումները, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Պարոն Սիմոնյան, Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի մակարդակով առաջարկել է Կիևին Զելենսկուն գնալ երկարաժամկետ հրադադարի, մայիսի 15-ին Ստամբուլում քննարկումների առաջարկ է արել։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, արդյոք Ռուսաստանը ծանր կացության մեջ լինելու հանգամանքով պայմանավորված է նման առաջարկ արել, թե այլ նպատակներ ունի։ Կարծում եմ այլ նպատակներ ունի։ Ռուսաստանի Դաշնությունը իհարկե ծանր կացության մեջ է հիմա, բայց նման պայմաններ առաջարկելը եւ այս պահին հրադադարի ռեժիմ հաստատելը, կարծում եմ ամենևին էլ խաղաղության համար չի, կամ երկու պատճառ կարող է լինել, կամ փորձում են միջազգային ասպարեզում ապակառուցողական դիրքերում ներկայացնել Ուկրաինային, ինչը որ այդպես չի։ Երկրորդն էլ կարող է եւ ժամանակ են ուզում շահել, որպեսզի կարողանան իրենց ուժերը իմի բերեն եւ շատ ավելի հուժկու հարված հասցնեն, քան հասցրել են դրանից առաջ։ Հետևաբար Ռուսաստանի Դաշնությունը այս պատերազմում ինչ էլ որ առաջարկի Ուկրաինան իմ գնահատմամբ պետք է չհամաձայնի, որովհետև այն ռազմավարական նշանակության տարածքները, որոնք որ Ռուսաստանը հասցրել է զավթել, ապա դրանք միջնաժամկետ կտրվածքում եւ հեռահար կտրվածքում վիճարկել հնարավոր չի լինի։ Ես կարծում եմ, որ Ուկրաինան ավելի շատ հակված կլինի մարտը եւ պայքարը շարունակելու։ Զելենսկին դրական է գնահատել, ասել է լավ է, որ Ռուսաստանը նման նախաձեռնություն է ցուցաբերում։ Սա այսինքն իրենց համար էլ է ըստ էության ձեռնտու։ Այս պարագայում հրադադարը ոչ, բայց այն, որ Զելենսկին պատրաստ է ընդառաջ գնալ, դա առաջի պլանը քիչ առաջ, որ ես ուզում եի ասել միջազգային ասպարեզում ապակառուցողական դիրքեր են ուզում տալ Ուկրաինային, Զելենսկին այդ հայտարարությունով փորձում է փշրել եւ փշրելու է։ Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը հակված չի, սա քաղաքական ուղղակի աճպարարություն է ավելին ստանալու համար։ Կապրենք կտեսնենք, որտեղ եթե Ռուսաստանը շահագրգռված լիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնողականությունը իմ կարծիքով լավ առիթ կլիներ երկարատև հրադադար հաստատելու համար, բայց նրանք չգնացին դրան։ Ընդ որում մենք տեսնում ենք, որ միջազգային ասպարեզում հավասարակշռությունը խախտված է։ Անկամ պակիստանյան եւ հնդկական ռազմաճակատներում հրադադարը անհնարին դարձավ։ Էլուր մնաց այս աստիճանի խորացած խնդրի մեջ, որը որ ուկրաինական ռազմաճակատներ Ռուսաստանի ագրեսիայից հետո։ Բարդ աշխարհաքաղաքական խաղ է գնում եւ դիվանագիտական մակարդակում փորձում են կողմերը շահեկան կարգավիճակ ստանալ, բայց այս իրավիճակներում ես չեմ կարծում, որ հրադադարի այն առաջարկները, որը ունի Ռուսաստանը, այն էլ ամրագրել այն իրողությունը, որը հիմա կա, Ուկրաինայի համար ձեռնտու կլինի։ Ամենևին էլ այդպես չեմ կարծում։ Ռուսաստանը ժամանակ շահի, որին չանի, ավելի մեծ թափով հարձակվի տարածքներում։ Իհարկե, նմանատիպ պետությունները, որոնք ոնց ասեմ, որոնց ռազմական սադրանքի վերջնարդյունքում նրանց պարտությունը չի ամրագրվում, նրանք միշտ հերթական ագրեսիաների են պատրաստվում։ Միշտ։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը հնարավորություն ունենա ինչ որ մի կերպ սառեցնելու այդ կոնֆլիկտը, միառժամանակ հետո նորից էլի վերսկսելու է այդ ռազմատենչ քաղաքականությունը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը չի համակերպվելու այն կորուստներին, որոնք որ նա համարում է կորուստ Խորհրդային միության անկումից հետո, փլուզումից հետո։ Նրանք փորձում են ամենը վերադարձնել իր շրջանս յուր։ Հիմա դե բայց ժամանակներն անցնում են, իրողությունները փոխվում են, այդ պետությունները, որոնք նախկին Խորհրդային միության մաս են եղել, անկախացել են եւ սեփական ինքնիշխան պետությունն են կայացնում, եւ այս իրողություններում Ռուսաստանը
իրավունք չունի արդեն միջազգային իրավունքի տեսակետից հավակնելու այդ ժողովուրդների սոցիալ-մշակութային տարածքներին։ Հետևաբար բիրտ ուժ է կիրառում, որպեսզի նվաճի։ Ես դժվար եմ պատկերացնում, որ այդ բիրտ ուժ կիրառելուց հետո անհաջողությունների շարքից հետո, եթե նրանց հաջողվեց սառեցնել կոնֆլիկտը, միառժամանակ հետո չեն վերաբացի։ Սա ինձ համար տրամաբանական չէ եւ ամեն կերպ Ուկրաինան պետք է փորձի մարտը շարունակել մինչև այն աստիճանի, որ Ռուսաստանը համաձայնի զինադադարի զորքերի դուրս բերմանը զուգահեռ։ Այ եթե Դոնբասի եւ Լուգանսկի շրջաններից զորքերը դուրս բերեն ռուսները եւ արևելյան եւ հյուսիս արևելյան հատվածներում եւ հարավ-արևելյան հատվածներում Ուկրաինայի հասնեն մինչև 91 թվականի քարտեզի 91 թվականի սահմաններ, ապա տրամաբանական կլինի կոնֆլիկտը տեղափոխել բանակցային գործընթաց Ղրիմի մասով։ Բայց մինչ այդ, երբ որ նրանք ամբողջ Ազովի ափեզրը նրանց տիրապետման տակ է, հարավային եւ հարավ-արևելյան եւ հյուսիս-արևելյան շրջանները ռուսական զարթված իրողությունների տակ են, Ուկրաինայի համար ձեռնտու չէ այս կարգավիճակը։ Այսինքն պետք է լինի ստատուս քվո անտիբելլում։ Ստատուս քվո անտիբելլում նշանակում է բանակցային գործընթացի մեկնարկ զորքերի տեղակայման վայրերում, երբ որ ագրեսիան սկսվեց։ Եթե այդ կարգավիճակով գնան կոնֆլիկտի սառեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման, ապա ձեռնտու կլինի Ուկրաինային։ Բայց այս կարգավիճակով ոչ։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը նշել են, եթե Կրեմլը չգնա հրադադարի, կլինեն պատժամիջոցներ, սա կարող է Վլադիմիր Պուտինի համար զսպող մեխանիզմ լինել, թե արդեն Ռուսաստանը իմունիտետ ունի արևմտյան պատժամիջոցների դեմ։ Ոչ մի իմունիտետ էլ չունի Ռուսաստանի համար 2025 թվականը տնտեսական առումով վերջին բուֆերային տարին կարելի է համարել, որը քիչ թե շատ ցնցումները կարող են նվազեցնել։ Եվ սա Ռուսաստանի Դաշնության պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարծիքն է, MGU-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, որոնք որ վերլուծել էին եւ 2025 թվականը հայտարարել էին որպես վերջին շեմը տնտեսական լուրջ ցնցումներից առաջ։ Եվ հերթական պատժամիջոցները ուղղակի Ռուսաստանին անդառնալի կացության մեջ կգցեն։ Դուք պատկերացրեք, եթե այդ նավթագազային հումքի առումով պատժամիջոցները լայնածավալ լինեն եւ համաշխարհային գները նվազ լինեն, քան Ռուսաստանը կարող է արդյունաբերել եւ արտահանել, ապա Ռուսաստանի տնտեսությունը սարսափելի վատթար կացության մեջ կհայտնվի, այնպիսին, ինչպիսին որ խորհրդային միության տարիներին ախվանական ռազմարշավի ժամանակահատվածում էր, երբ որ Արևմուտքը կարողացավ խորհրդային միության տնտեսական ողնաշարը ջարդել։ Դրանից հետո արդեն սկսեցին տրանսֆորմացիաները պետության ներսում։ Դրանից հետո արդեն առաջնորդների կերպերի համապատասխան փոփոխություններ տեղի ունեցան եւ գլասնեստ ու պերեստրոյկա հայտարարվեց այնուհետև, հետո արդեն Միխայել Գորբաչով եւ Բուշ Մալթայի կոնֆերանսը տեղի ունեցավ, Սառը պատերազմի ավարտը, Բերլինի պատի փշրումը, այդ տնտեսական լայնածավալ մուրճի հարվածից հետո դա տեղի ունեցավ։ Հիմա նույնը սպառնում է Ռուսաստանի Դաշնությանը, եթե այդպիսի քայլերի գնացին։ Բայց դե տեսեք, այն ժամանակ, երբ որ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը հերթական պատժամիջոցների մասին են խոսում, Վլադիմիր Պուտինը դիվանագիտական քայլ է կատարում։ Խոսում է բանակցությունների մասին գնդակը գլորելով Ուկրաինայի կողմը։ Պարզ է, չէ՞, որ այդ գնդակը պետք է հետ գլորել դեպի Ռուսաստանի կողմը։ Ուկրաինայի նախագահը դրա համար էլ պատասխանել է, որ կողմ է հրադադարի ռեժիմի հաստատմանը եւ բանակցությունների մեկնարկին, բայց Ռուսաստանը չի գնա դրան։ Նմանատիպ պետությունների համար ցանկացած ռազմական գործողությունների կասեցում այս իրավիճակում առանց լուրջ հաջողությունների դանդաղ գործող ռումբի կարգավիճակ կարող է ունենալ։ Պարոն Սիմոնյան, Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, ինչպես նաև Լեհաստանի եւ Գերմանիայի ղեկավարների, վարչապետների այցը Կիև
քաղաքական ինչ նշանակություն ուներ։ Սա ռազմավարական նշանակություն ունի։ Եվրոպան փորձում է իմի գալ։ Օրեր առաջ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտարարեց մի իրողություն, որ ֆրանս-գերմանական հիմքի վրա եվրոպական անվտանգային համակարգ է կայանում։ Այն իրողություններում, երբ Միացյալ Նահանգները պասիվ դիտորդի կարգավիճակ է ստանձնել, Եվրոպան իմի է գալիս, եւ բոլորն էլ հասկանում են։ 2 օր առաջ Էմանուել Մակրոնը եւ Լեհաստանի առաջնորդը վավերացրեցին ռազմավարական նշանակության դաշինքի պայմանագիր, փոխօգնության դաշինքի։ Երկուստեք պարտավորվելով փոխստեք լայնածավալ օգնություն տրամադրել միմյանց օտար երկրի ներխուժման պարագայում։ Տեսնում եք Եվրոպան ինչպես է պատրաստվում ընդդիմամարտության եւ ագրեսիան հետ մղելու։ Այսինքն Լեհաստանը համարվեց առաջին շեմ Ուկրաինայից հետո, եթե հանկարծ արտաքին ագրեսիան կհասնի Լեհաստանի պետական սահմաններին մոտ, բայց մինչ այդ աշխարհը փորձում է այդ ագրեսիան կասեցնել Ուկրաինայի սահմանների մոտ, որտեղ եվրոպացիները ի տարբերություն որոշ այլ ձախողված պետությունների շատ լավ հասկանում են, որ եթե թշնամուն կարողանում ես կասեցնել քո հարևանի սահմաններին, ապա քո սահմանները անձեռնամխելի են մնում։ Այս այցելությունը ես խիստ կարևոր եմ համարում եւ այդ ժեստը Ֆրանսիայի կողմից, այդ ջերմ ընդունելությունը Վլադիմիր Զելենսկուն եւ նրանց փոխստեք հարաբերությունների այդ գրկախառնությունը եւ ջերմ մոտեցումը, սա ռազմավարական հարաբերությունների մասին է խոսում, ռազմավարական հարաբերությունների։ Հիմա տեսնենք Եվրոպան կանգնած է մեծ խնդրի առջև, կկարողանան նրանք ի հեճուկս Միացյալ Նահանգների լայնածավալ օժանդակության սեփական ռեսուրսների վրա հիմնված անվտանգային համակարգ կայացնել, թե չեն կարողանա։ Որտեղ շատերը խոսում են, որ Եվրոպայի ազգաբնակչությունը եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը փափուկ են դարձել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հիմա տեսնենք դա այդպես է, թե այդպես չէ։ Ես կարծում եմ, որ այդպես չէ, ինչքան է Եվրոպան քաղաքակրթվել է, ինչքան է ավելի փափուկ են համարվում, այնուամենայնիվ ռազմատենչ քաղաքակրթության հիմքի վրա ձևավորված երկրամաս է, աշխարհամաս է։ Ամենաագրեսիվ ընդ որում անթրոպոլոգիական տեսակին պատկանող ժողովուրդների վրա հիմնված աշխարհամաս է Եվրոպան։ Եկեք չմոռանանք։ Հետևաբար ես կարծում եմ, որ նրանց արքետիպային մտածելակերպի մեջ այդ ռազմատենչությունը շարունակում է ողջ մնալ, եւ եթե կամային քաղաքականություն վարվեց ռազմաքաղաքական ղեկավարների իդեմս, Էմանուել Մակրոնի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ապա Եվրոպան լայնածավալ օժանդակություն կարող է մատուցել Ուկրաինային առանց Միացյալ Նահանգների ներգրավվածության։ Ես անգամ վստահ եմ, որ եթե մի խոշոր եվրոպական պետություն, օրինակ Ֆրանսիան, եթե Ուկրաինայի պատերազմը համարի իր պատերազմը եւ այնքան մուտք գործի այդ ռազմական գործողությունների մեջ, որքան Ուկրաինան է, Ռուսաստանը ոչ մի շանս չի ունենա։ Էլուր մնաց համաեվրոպական ներուժն ու պոտենցիալը զորավի կլինի Ուկրաինային։ Պարոն Սիմոնյան, մայիսի 9-ին տեղի ունեցած շքերթը արդյոք կարող ենք համարել Ռուսաստանի ուժի ցուցադրում, թե ոչ։ Ոչ, պատերազմն է ցանկացած ուժի ցուցադրման կարևորագույն թատերաբեմը, շքերթները որպես կանոն կանխարգելիչ նշանակություն ունեն, շքերթները կատարում են պատերազմների մասով կանխարգելիչ քաղաքականություն իրականացնելու համար, իսկ պատերազմի ժամանակ ինչ շքերթ պատերազմի ժամանակ։ Շքերթը լինում է կամ պատերազմից առաջ, կամ պատերազմից հետո։ Սա ձևական ինչ-որ մի միջոցառում էր։ Շքերթը պատերազմից առաջ կանխարգելիչ նշանակություն ունի, պատերազմից հետո սիմվոլիկ։ Այն ինչ որ տեղի ունեցավ երրորդ ռեյխի ջախջախումից հետո, երբ որ այդ նրանց խորհրդանիշներն ու դրոշակները, որ զանգվածաբար կարմիր հրապարակում նետեցին տրիբունայի հենց ներքևի հատվածը, զորքը լայնածավալ, դա խորհրդանշական բնույթ էր կրում։ Բայց սովորաբար երկրներում բոլոր տեսակի շքերթներն անցկացվում են, որպեսզի կանխարգելիչ նշանակություն ունենան հավանական պատերազմների։
Որ թշնամին տեսնի ինչ ունեն, ինչ չունեն, տասնապատիկ մտածի նոր իմանա հարցակվի թե չհարցակվի։ Բայց երբ որ պատերազմ է գնում, փաստացի մարդիկ տեսնում են մարտի դաշտում նրանց հնարավորությունները։ Իշուկների ավելացող քանակությունը ի հեճուկը զրահատեխնիկայի մարտի դաշտում, տեխնիկայի և տեխնոլոգիաների սակավությունը, մարդուժի ահռելի կորուստները, ինչ շքերթ։ Ափի մեջ ուսումնասիրվում է նրանց պոտենցիալը։ Սա ձևական բնույթ էր կրում ընդամենը, որը ոչ մի նշանակություն չուներ եւ որևէ ցուցադրական իմաստ էլ չէր կարող ունենալ այն իրավիճակում, որը կա մարտի դաշտում եւ որը դիտարկվում է մարտի դաշտում։ Հայկական զորքի բացակայությունը դուք խնդիր համարում եք, թե ոչ։ Հայկական զորքը բացակա չի, հայկական զորքը իր հայրենիքում է։ Ինչի՞ պիտի գնա ուրիշի մայրաքաղաքում։ Եթե գրավի այդ մայրաքաղաքը, ուրիշ բան։ Բայց եթե չի գրավել, գնա ինչ անի։ Իհարկե խնդիր չեմ տեսնում։ Մեկնաբանություններ եղան մասնակցել են նաև հայերը 600,000-ից ավել մարդ էր մասնակցել ազգությամբ հայ շատ մարդիկ զոհվել էին եւ նոր սերնդին պատիվ չընձեռվեց հաղթանակի շքերթին մասնակցել այսպիսի շեշտադրումներով մեկնաբանություններ եղան այս օրերին։ Մենք դժբախտություն ենք ունեցել մեր սեփական ձեռքերով շագանակներ հանել օտարի համար։ Ես տևական ժամանակ առաջ կարդացել էի Մարշալ Բաղրամյանի հուշերը։ Նա պատմում էր 56 թվականին Երևանի պետական համալսարանում իր դասախոսության մասին, որի ընթացքում պատմեց Զորավար Անդրանիկի շառաչուն ապտակի մասին Մարշալ Բաղրամյանին։ Ասում է, երբ որ Զորավար Անդրանիկը Էրզրումից դուրս էր գալիս հոց զորքով բազմությամբ, իր առջև դուրս է գալիս երիտասարդ Բաղրամյանը եւ ասում է հրամանատար, զորքը չի ուզում կռվել։ Ասում է ինչու։ Ասում է, որովհետեւ ասում են աղաների որդիները փախած են, շինականների եւ աղքատների որդիներն են գնացել մարտի դաշտ։ Ինչի հայրենիքը մենակ աղքատինն է։ Զորավար Անդրանիկը մի շառաչուն ապտակ է հասցնում Մարշալ Բաղրամյանին, դե այն ժամանակ մարշալ չէր։ Այն ժամանակ Մարտկոցի հրամանատար էր եւ ասում է «Տո կորնետ Վանո, ինչ է նշանակում չեն ուզում կռվեն։ Հայրենիքը ունեցվածք է ճանաչում։ Հայրենիքը կարգավիճակ չի ճանաչում, հայրենիքը բոլորին է պիտի պաշտպանեն, ով չի պաշտպանում, պիտի պատժվի»։ Եվ Բաղրամյանը ասում է, որ Զորավարի ապտակը իրեն դարձրեց մարշալ եւ ինքը անցավ խորհրդային միության զորքերում ծառայելու, որպեսզի կարողանա ծառայի իր հայրենիքին Հայաստանին։ Բայց ցավոք սրտի նման մարդկանց ծառայությունը Հայաստանին չպատկանեց։ Այդ պատերազմին իմ պապիկի հայրը եւ հորեղբայրն են մասնակցել։ Մեկը զոհվել է Կերչում, մյուսը Բերլինում հենց մայիսի 9-ին։ Շատերն են մասնակցել։ Ամբողջ ՀԽՍՀ տարածքի ամբողջ ազգաբնակության 28%-ը։ Ամբողջ ՀԽՍՀ տարածքի ամբողջ ազգաբնակության հայ ազգաբնակչության 14%-ը զոհվել է։ 125 գեներալ, 4-ը մարշալ, 1 ծովակալ, անթիվ անհամար հերոսներ, բայց նրանց սխրանքը օգտագործվեց կայսերության հաղթանակի համար եւ ոչ մի լումա չընկավ Հայաստանի Հանրապետության օգտին, ՀԽՍՀ-ի օգտին։ Կրկին գոյացան մեր մարմնի մեջ անկլավներ, գծվեցին քարտեզներ, որոնք ոչ հայանպաստ էին։ Հələ մի բան էլ պատերազմից հետո Ստալինն ուզում էր հայությանը հավաքի առհասարակ Սիբիրում տարածք տրամադրի ուղարկի այնտեղ։ Գևորգ 5-րդ Չորեքչյանի խնդրանքով է սա կասեցվում։ Հրավիրում է իր մոտ, ասում է ամբողջ ազգդ վերցրու գնա Սիբիրում տարածք տրամադրենք, ապրեք ձեր համար առոք փառոք։ Ասում է համաձայն ենք, բայց մի պայմանով Արարատը մեզ հետ տանենք։ Այն Արարատը, որ հիմա Նիկոլ Փաշինյանը մեջք է թեքել եւ չի ուզում տեսնի, ասես Երևանում չի բնակվում։
ու չի տեղափոխվում ամբողջ հայությունը, իսկ բիրտ ուժ կիրառելով ռուսական կայսրությունը քանիցս ապացուցել է, որ ժողովուրդներ կարող է տեղահան անել։ Օրինակ 1700-ականներին ամբողջ վայնախական ժողովուրդների մեծ աքսոր տեղի ունեցավ, չեչենների աքսոր, եւ այդ օպերացիան ցինիկ կերպով նրանք անվանում էին չեչևիցա։ Նրանք իզորու են ազգային փոքրամասնությունների կոտորել, տեղահանել, մղելի մարտերի, պատերազմների իրենց համար, բայց ոչինչ չտալ այդ ժողովուրդների զոհողության համար իրենց հայրենիքներին։ Հետևաբար մեր ավակ սերունդը ունեցել է դժբախտություն գերմարտկային սխրանքներ եւ ուժ դրսևորելու ընդդեմ համաշխարհային չարիք հանդիսացող ֆաշիզմի, բայց հանուն երկրորդ չարիք հանդիսացող կոմունիզմի եւ ոչ մի կաթիլ արտոնություններ եւ առավելություններ չի եկել իրենց հայրենիքին եւ ոչ իրենց մեղքով։ Մատաղ սերունդը այդ երջանկությունը ունի եւ այդ երջանկությունից օգտվել է պետք, որ չգնալ ուրիշի պատերազմում զոհվելու։ Որտեւ ունենք մենք մեր անկախ պետականությունը։ Որ պատկերացնում եք, եթե բոլոր այդ մարշալները, գեներալները, այդ զորք, այդ հրամանատարները, այդ հուժկու հայերը եւ մտքի հսկաները ծառայեին Հայաստանի Հանրապետության, մենք ինչ երկիր կունենայինք։ Լոյալ կայսրությունների ծառայողներ ենք եղել միշտ։ Հայկ Խաչատրյանի գիրքը կարդում եք Դարեհ II ժամանակահատվածում, Դարեհ II արշավանքները Հայաստանի ուղղությամբ, ասում է ես իմ ծառա ազգությամբ հայ Զայր Մայրին ուղարկեցի իր հայրենիքը հպատակեցնելու ինձ համար։ 28 անգամ հարձակվել է մեզ վրա հրամանատարներ հայ նշանակել։ Հայերը պիտի ծառայեն իրենց պետությանը, իրենց հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդ պարագան դուք չեք պատկերացնի, թե ինչ մասշտաբների եւ ինչ հզորության պետություն կարող ենք ունենալ։ Այդ փառքն ու այդ ավանդը, այն անգերագնահատելի եւ մեծ ավանդը, որ հայ ժողովուրդը իզորու է կերտել ուրիշների համար, ժամանակն է, որ կերտի իր համար։ Պարոն Սիմոնյան, իսկ Հայաստանի վարչապետի մասնակցությունը ինչպես եք մեկնաբանում, ի վերջո դա դրական թե բացասական անդրադարձ է ունենալու։ Դա եւս մեկ անգամ ծաղրանքի ակտ էր հայ ժողովրդի հանդեպ։ Ծաղրեցին հայ ժողովրդին։ Վիրավորանք, խարան, ինչ ասեմ, գնացել էր ինչ աներ, որ խնդրեր, որ իրան թույլ տան իշխանությունը պահի։ Խայտառակ եղանք էլի։ Նույն հիշում եք Սերժ Սարգսյանը, որ գնում էր ոնց էին ընդունում։ Նույն վիճակում ընկել է Նիկոլը։ Հիմա բայց ով է մեղավոր։ Քանի տարի է ասում ենք այդ սոցիալ մշակութային տարածությունները մեր ընտանիքը չի, մեր ընտանիքի անդամները չեն, դրանք թշնամի են։ Մի գնացեք։ Գնացել էր վիզա ծռել ընդ որ իշխանությունը պահի։ Եվ ստացավ կանաչ լույս, թե ոչ։ Ախր ինչ լույս էլ որ ստանա, կանաչ էլ ստանա, փայլփլուն դեղին էլ ստանա, ոսկեզոծ էլ ստանա։ Դի հասկանա չէ, որ տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնությունը այն թափն ու ծավալով ներգրաված չի, ոնց որ առաջ։ Օբյեկտիվ չի Ռուսաստանի ներգրավվածությունը տարածաշրջանում։ Իր քաղաքական հայրը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրը, Լևոն Տեր-Պետրոսյանը վաղուց ասել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի բանալիները կորցրել է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում անդեղ ինչ լույս ստանա։ Ծաղրեցին, հետ ուղարկեցին։ Այշուտ իրան չծաղրեցին, ինքը ես չգիտեմ, այդ ծաղրանքները հասկանում ա թե չէ, մենք ժողովրդով, մեր ամբողջ ազգով բոլորս ծաղրվեցինք եւ տեսանք, թե մեր նկատմամբ ոնց են վերաբերվում այդ ստահակները։ Օրինակ դա ինչպես դրսևորվեց այդ ծաղրանքը։ Հայաստանի Հանրապետության օրինական ընտրված ղեկավարին, որը օրինական է, բայց լեգիտիմ չի։ Սա հատուկ շեշտում է, որ տգետներն ու դատարկա գլուխները, ովքեր քաղաքագիտական գիտելիքներից կիլոմետրով հեռու են, բայց լեզուները 6 մետր է, հասկանան ինչ եմ ասում։
օրինական ընտրված ղեկավարին ծաղրելով ծաղրում են ժողովրդին։ Դուք նկատի ունեք օրինակ այն, որ պետական հեռուստաընկերության լրագրողը Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, շփոթմունքով ներկայացրեց Ադրբեջանի նախագահ։ Ոչ միայն լուսանկարները, ոչ հաճելի ռակուրսներից, դեպքի արտահայտությունների որսումները, հայացքների նետելու բոլոր մարդկանց է կարելի անենց ֆիքսել, որ ինչ-որ մի տհաճ իրավիճակում լինի։ Ենթադրենք գլուխը պտտելուց կարողա թվալ լուսանկարի մեջ, որ խետ հայացք ունի կամ նամրոտ դեմքով նստած է, բայց իրականում այդ պահին դեմքի ժեստիկուլյացիան կամ միմիկան կարող է փոխելուց լինի, ֆոտոգրաֆները, լուսանկարիչները կարողանում են որսալ նման տիպա, մանավանդ նրանց պրոֆեսիոնալները, եւ այդ պատշաճ, ոչ պատշաճ կադրերը հրապարակելը պաշտոնական կայքերում եւ այլն եւ այլն։ Սա ծաղրանքի դրսեւորման հանգամանք է եւ լրագրողի վրիպակը, ամեն ինչը, թե նրանց նախագահների հերրու կանգնելը, Բելարուսի նախագահի վարքագիծը, դեգրադացված մի հատ իրավիճակ, դեգրադացված իրավիճակ, թե նրա շփոթմունքը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո եւ վայրը շփոթելուց հետո, համբերություն բոլորիս, միջև փոփոխություններ։ Սա Նիկոլ Փաշինյանի համար երկխոսելու հնարավորություն էր, նա ազգային ժողովում նշեց, որ այս առիթները օգտագործվում են հարաբերությունների հստակեցման հարցերի շուրջ քննարկումներ ունենալու համար։ Արդյոք սա շանս չէր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ ունենային։ Ոչ, միայն ուժ հասկացողը կամ ապուշը կմտածի, թե հարաբերությունները հստակեցման կարիք ունեն։ Ամեն ինչ հստակ է։ Հարաբերությունները վատթարագույն կարգավիճակում են հայ-ռուսական։ Ինչ հստակեցնես, հստակ է։ Բայց հարաբերությունների բարենորոգման համար սխալ ճանապարհ եք որդեգրել։ Այս մեթոդով հնարավոր չի բարենորոգել։ Ավելի խորացնել է նշանակում վատթար իրավիճակը, դարձնել թշնամական, դարձնել ոխերին թշնամական այս ձևով, եթե շարունակեք։ Բարենորոգելու համար նախ եւ առաջ Ռուսաստանի Դաշնությանը ազդեցության լծակներից զրկելու մեթոդն է։ Երբ որ նրանք տեսնում են, որ այլևս պարան չի մնացել, որ քաշեն խամաճիկներ այստեղ կարողանան խաղալ, նրանք ռազմավարական վերարժևորումներ կսկսեն եւ այդ X կետից կսկսի զրույց փոխստեք։ Այդ դա հնարավորություն կտա հարաբերությունների առողջացման։ Հիմա չէ։ Ընտրված մեթոդն էլ ճիշտ մեթոդ չի։ Եվ այս ընտրված մեթոդը բացառապես որովայնապաշտ սեփական շահերով պայմանավորված սեփական իշխանությունը պահելու միտված քաղաքականություն է, այլ ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային շահերով պայմանավորված։ Սա ինչ անդրադարձ է ունենալու այս այցը հայ-եվրոպական հարաբերությունների վրա, օրինակ Մակրոնը որ դրական վերաբերմունք ունի, փոխելու է այդ վերաբերմունքը։ Իհարկե, Մակրոնը դրական վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ, հայ ժողովուրդն է Ֆրանսիայի բարեկամը, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ։ Նիկոլ Փաշինյանը գնաց եւ դիրքավորվեց Արևմուտքի թշնամի ճամբարի գրպանը։ Ամբողջ արևմտյան ճակատի արտաքին գործոց նախարարներին հրավիրել են հանդիպման, Հայաստանի արտաքին գործոց նախարարի իմ տեղեկություններով հրավիրված չի։ Ահա եւ ձեզ ազդանշան։ Հայաստանը իդեմս Նիկոլ Փաշինյանի տեղավորվել է Ռուսաստանի ազդեցության գոտու կարգավիճակում, չլինելով օբյեկտիվորեն Ռուսաստանի ազդեցության գոտի։ Սուբյեկտիվորեն Նիկոլ Փաշինյանի եւ կոլաբորացիոնիստ իշխանությունների եւ կոլաբորացիոնիստ ընդդիմության ջանքերի միջոցով Ռուսաստանը սուբյեկտիվորեն ներկա է տարածաշրջանում եւ Հայաստանը սուբյեկտիվորեն վերածում է Ռուսաստանի ազդեցության գոտու, որը օբյեկտիվորեն այդպեսին չի արդեն։ Հետևաբար հայ ժողովուրդը եւ Հայաստանը կմնա բարեկամի կարգավիճակում արևմուտքի աչքին, բայց այս կառավարությունն ու եւ այս ընդդիմությունը ոչ։ Ես պատահական չի որ ասում, սիրելի ժողովուրդ, պատմությունն ու իրողությունները գիծ է քաշել։ Պետք է նորը ձևավորենք, նոր ուժ, նոր քաղաքական դաշտ,
այլ տրամաբանություն, այլ լուծման հնարավորություն չի լինելու։ Նախկին մեթոդներով նոր լուծումներ մի փնտրեք։ Նիկոլ Փաշինյանը նախկին 3 նախագահները եւ նրանց աֆիլիացված եւ նրանց արբանյակ ուժերով հանդերձ նախկին մեթոդներ են։ Նախկին մեթոդները կիրառելով նոր բան մի ակնկալեք։ Նոր բան պետք է կիրառել, նոր ուժեր, նոր անձանց, նոր քաղաքական դաշտ, որ հետո արդյունքն էլ նորը ստանանք եւ մեր սրտով լինի արդյունքը։ Նախարարների այդ միջոցառմանը չհրավիրելը դա ավելի շատ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Հայաստանը դեռևս ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու չէ։ Թե դա պատժամիջոց է։ Նաեւ դա համալիր է։ Այն որ ես եվրո անդամակցման այդ գործընթացի սկսելը ես համարում եի արկածախնդրություն, պատահական չէի համարում, որովհետև նախաձեռնող հանձնառուները որևէ կերպ ազդեցության հնարավորություն չունեն Նիկոլ Փաշինյանի վարքագծի վրա։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը ֆորմալ առումով տեսականորեն հնարավորություն ունի ձախողելու եւ տապալելու այդ գործընթացը, դա նշանակում է արկածախնդիր քաղաքականություն։ Իսկ ինչ էր պետք անել, որ արկածախնդիր քաղաքականություն չլիներ։ Պետք էր հայտարարել, որ այդ եվրոպամետ ուժերը ձևավորում են այլընտրանքային բևեռ, որը վիճարկելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հենց եվրոանդամակցությունը տապալելու եւ այդ ճանապարհով չգնալու համար։ Այդ դա կլիներ ճիշտ ճանապարհ, որտեղ առանց Նիկոլի փոխելու եվրոասոցիացիան եւ եվրոանդրման քաղաքականությունը տապալված է լինելու։ Հիմա Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը դա իր վրա վերցրեց, որտեղ մենք տեսանք, որ այդ քաղաքականությունը չի ընթանում Հայաստանում, մենք հայտարարեցինք, որ պետք է կայացնել մեկ ուժ, որը աներկբայորեն մերժելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունը եւ նախկին բոլոր դերակատարների վերադարձի հնարավորությունը, եւ այդ X կետից կայացնում է նոր ուժ, եւ մտնում է քաղաքական դաշտ նոր օրակարգով, եւ մենք ստեղծեցինք Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ մտանք քաղաքական դաշտ նոր օրակարգով։ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության համագումարը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 27-ին, պետական գրանցումը ստացավ սույն թվականի ապրիլի 10-ին։ Մեկ ամիս է ինչ մենք պետական գրանցում ենք ստացել հատուկ այլընտրանք չտեսնելու պատճառով մենք ստեղծեցինք նոր ուժ։ Եվ մենք հայտարարում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը այլևս անելիք չունի Հայաստանում որպես իշխանություն։ Եվ նախկին որևէ դերակատար անելիք չունի այլևս Հայաստանում որպես իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն նոր իշխանություններ, որոնք պետք է Հայաստանի եվրոինտեգրման եւ հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի ինտեգրման քաղաքականությունը տանեն առաջ հուժկու քայլերով։ Որտեղ արդեն ազգային անվտանգության հիմնախնդիրները կդառնան անհաղթահարելի մեզ համար, չենք կարողանա առհասարակ կենսունակությունը մեր ապահովել։ Պարոն Սիմոնյան, մայիսի 9-ին հաղթանակ զբոսայգում Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե գուցե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորություն լինի, եւ դրանից մեկ օր անց հայտարարվեց, որ Ադրբեջանը խնածախում կրկին բնակելի տանիք է թիրախավորել։ Նախ ըստ ձեզ ինչը կարող է առաջիկայում լավ լուրի հիմք լինել եւ կարծում եք պատահական էր, որ Միրզոյանի հայտարարությունից հետո գյուղի ուղղությամբ բնակելի տան ուղղությամբ կրակոցներ եղան։ Ամեն ինչ այնքան աբսուրդի է նմանվում եւ այնքան շեղ ապակիների իրավիճակ է, որ այստեղ ինձ մոտ մի անտրամաբանական հարց է առաջանում, որը ներկա իրավիճակներում խիստ տրամաբանական է հնչելու։ Իսկ Արարատ Միրզոյանը ում համար ուրախալի եւ լավ պրոգնոզներ ունի Հայաստանի։ Դեբայլում։ Գուցե եւ ոչ, ով գիտի։ Ես դրա համար եմ ասում, շեղված ապակիների իրավիճակում ենք մենք ապրում։ Շեղված ապակիների իրավիճակում։ Չի կարող լինել խաղաղության պայմանագիր այսօր այն ձևաչափով, որը որ կարող է բավարարել Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրության անվտանգությունն եւ իրավունքները, որոնք որ մեզ համար շահեկան լինեն։ Եվ ես դες ասեմ, ամեն տեսակի խաղաղության պայմանագիր չի, որ պատերազմից լավ է։
Սա մեկընդմիշտ հիշեք, խաղաղության պայմանագրեր կան, որ ցեղասպանություն են դառնում։ Ոչ մի ցեղասպանություն չի կարող ավելի լավը լինել, քան ամենաարունահեղ պատերազմը անգամ։ Ամեն խաղաղություն չի, ամեն տեսակի խաղաղության պայմանագիր չի, որ պատերազմից լավ է։ Իսկ նրանք տանում են ամեն տեսակի խաղաղության պայմանագրի, ինքնության ոչնչացում, Սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրի փոփոխություն, որը ծնելու է ապագայում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչման հարց, որը չի բավարարվելու, պետականության կորուստ եւ հայ ժողովրդի ցեղասպանություն։ Ամեն գնով խաղաղությունը դրան է տանելու։ Արարատ Միրզոյանը դա իզորու չի հասկանալու, ոչ էլ նրա քաղաքական թիմի առաջնորդը։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն ուշադրության համար։